Դե կոնկրետ ես որպես արցախցի ցանկանում եմ հետ վերադառնալ իմ հայրենիք, իմ օջախ, որտեղ ես շատ երջանիկ եի եւ իմ հողի վրա էի եւ ամուր էի։ Ես միայն իմ հույս կապում եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ կարող է վերադարձնել իմ հայրենիքը։ Ես դա եմ ուզում։ Եվ բացի այդ նաեւ որպես ուժեղ ղեկավար, որպես հզոր ղեկավար, որպես զորեղ ընտանիքի ղեկավար եւ ընդհանրապես եթե զորեղ է ընտանիքը, պետությունն էլ է զորող։ Ինչքան ընտանիքներ ունենանք հզոր, այնպես էլ մեր ազգը եւ պետությունը ուժեղ կլինի։ Իսկ ինքը այդպիսի ընտանիքի, ավանդական հայ ընտանիքի ներկայացուցիչ է եւ այդպես շարունակական ժառանգներն էլ այդպիսին կլինեն։ Ես հավատում եմ այդ ընտանիքին եւ նաեւ իրենց կարգախոսին, որ միասին ուժեղ ենք։ Միասին ուժեղ ենք եւ այդպես էլ կլինի, այդպես է մեր պատմությունը հուշում, մեր անցած ճանապարհը, հայի ճանապարհը, սկսած Հայկ Նահապետից առ այսօր, որ եթե մենք միասին լինենք միասնական լինենք, ոչ ոք եւ ոչ մի ազգ չի կարող մեզ հաղթել։ Եվ հիշենք նաեւ Չարենցի մեծն բանաստեղծի խոսքերը, որ ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Եվ այս կարգախոսը հենց բխում է այդ ամենից։ Հենց դրանից է բխում, որ եթե մենք միասնական լինենք, նաև ուժեղ կլինենք։ Ես գիտեք ինչ, միայն կհորդորեի մի բան, որ գնային ընտրության մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող ճիշտ ընտրություն կատարի։ Եվ իհարկե հաշվի առնելով եւ գնահատելով ներկա իրավիճակը եւ նաեւ կանխագուշակելով ապագան։